Իրանի ուսուցիչների միությունը փաստագրել է Իրանում բողոքի ցույցերի ժամանակ 200 դպրոցականների մահն ու հրապարակել է նրանց անունների ցանկը։ Միությունը նշել է, որ այդ 200 անունը պարզ եւ սարսափելի իրականության, ապագան սպանող համակարգի մշտական հիշեցում է եւ կոչ է արել պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Կրամատորսկում ռուսական հարվածից մի կին է մահացել։ Դոնեցկի դատախազության տվյալներով ռուսական զինվորականները ավիառումբ են նետել Դոնեցկի մարզի Կրամատորսկի վրա, որի հետևանքով զոհվել է 77-ամյա մի կին, վիրավորվել են եւս 3-ը։ Ֆաբ 250 ավիառումբը վայրէջք է կատարել բնակելի շենքի մոտ։ Միացյալ Նահանգները ցանկանում է ռուս-ուկրաինական հակամարտության ավարտին հասնել մինչև հունիս, հետևաբար կարող է դիվանագիտական ճնշում գործադրել կողմերի վրա։ Այդ գրաֆիկին համապատասխան հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգների դիրքորոշման վրա կարող են ազդել նաև ներքաղաքական գործոնները, մասնավորապես առաջիկա միջանկյալ ընտրությունները։ Ֆրանսիան եւ Ուկրաինան ստորագրել են նամական օդաչու թռչող սարքերի եւ այլ պաշտպանական տեխնոլոգիաների համատեղ մշակման ուղղությամբ։ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Կատրին Վոտրենը հայտնել է, որ Ուկրաինայում այցելել է մարտական դրոնների արտադրությամբ զբաղվող գործարան։ Այցի ընթացքում Վոտրենին ուղեկցել են ֆրանսիական բարձրագույն զինվորականներ։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կարող է մեկ շաբաթվա ընթացքում հարկադրված լինել հրաժարական տալ։ Հաղորդվում է, որ նման խոսակցությունների առիթ է դարձել Պիտեր Մանդելսոնի նշանակման շուրջ սկանդալը Միացյալ Նահանգներում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնում։ Մանդելսոնը հայտնի է նրանով, որ ընկերական հարաբերություններ է ունեցել մանկապղծության մեջ մեղադրված ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի հետ։ Այս սկանդալն արդեն հանգեցրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Մորգան Մաքսֆինի հրաժարականին։ Իրաքն իր տարածքում արդեն տեղակայել է ավելի քան 2200 նախկին կողմնակիցների եւ զինյալների ահաբեկչական իսլամական պետության խմբավորման, որոնք տեղափոխվել են Սիրիայի հատուկ ճամբարներից ու բանտերից։ Այս մասին հայտնել են Իրաքի անվտանգության ծառայությունների մամուլի կենտրոնից։ Նշվում է, որ Իրաքն արդեն ընդունել է 2250 ԻՊ ահաբեկիչների, որոնք տեղափոխվել են Սիրիայից։ Նրանց տեղափոխումն իրականացվել է ինչպես օդային, այնպես էլ ցամաքային ճանապարհով միջազգային կոալիցիայի հետ համակարգմամբ։